Արդյոք Աստվածաշունչը կեղծվել է։ Աստվածաշունչը կեղծվել է։ Այս պնդումը շատ տարածված է, բայց եկեք մի պարզ հարց տանք։ Եթե այն իսկապես կեղծվել է, ապա ով, երբ եւ ինչպես է դա արել։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ է Աստվածաշունչը։ Աստվածաշունչը մեկ մարդու կողմից գրված գիրք չէ։ Դա տասնյակ գրքերի հավաքածու է, որոնք գրվել են տարբեր հեղինակների կողմից եւ շատ վաղուց սկսել են տարածվել ամբողջ քրիստոնեական աշխարհում։ Այդ ժամանակ դեռ տպագրություն չկար, եւ յուրաքանչյուր եկեղեցի ձեռքով էր պատճենում իր ունեցած ձեռագրերը, եւ շատ կարճ ժամանակահատվածում դրանք արդեն տարածվել էին տարբեր երկրներում՝ Հրեաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Հռոմում, Հայաստանում եւ այլ վայրերում։ Հիմա մտածենք, եթե ինչ-որ մեկը ցանկանար կեղծել Աստվածաշունչը, ինչ պիտի աներ։ Նա պիտի գտներ այդ բոլոր երկրներում գտնվող հազարավոր ձեռագրերը, փոխեր դրանք բոլորը, հետո փոխեր նաև վաղ թարգմանությունները եւ նույնիսկ եկեղեցու հայրերի հազարավոր մեջբերումները իրենց աշխատություններում։ Սա թե պատմության եւ թե տրամաբանության տեսանկյունից անհնար է։ Հենց դրա համար էլ այսօր գիտնականները կարողանում են համեմատել հազարավոր հին ձեռագրեր եւ շատ բարձր ճշգրտությամբ վերականգնել սկզբնական տեքստը։ Այո, բնականաբար կան փոքր տարբերություններ ուղղագրության, բառերի հերթականության կամ պատճենահանողների աննշան սխալների մակարդակով։ Բայց չկա որևէ քրիստոնեական հիմնական ուսուցում, որը հետագայում ավելացվել կամ փոխվել է այդ տարբերությունների պատճառով։ Ուրեմն, կեղծվել է արդյոք Աստվածաշունչը։ Պատասխանն է՝ ոչ։ Ոչ այն պատճառով, որ քրիստոնյաներն են այդպես հավատում, այլ որովհետև պատմական փաստերը ցույց են տալիս, որ Աստվածաշնչի տեքստն այնքան վաղ եւ այնքան լավ էր տարածված, որ այն գաղտնի փոխելը այլևս հնարավոր չէր։ Այսպիսով, պատմությունը չի հաստատում, որ Աստվածաշունչը կեղծվել է։ Ընդհակառակը, այն ցույց է տալիս, որ Աստվածաշունչը հին աշխարհի ամենալավ պահպանված եւ հավաստի գրքերից մեկն է։